Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Բարեսիրտն ու չարասիրտը։ Հնուց ասված խոսք է, ուրիշի համար փոսփորողը ինքը կընկնի մեջը, թե ինչպես է այդ եղել, հիմա կպատմեմ։ Մի գյուղում ապրում էին երկու մարդ, մեկի անունը Դրահմաբուդհի էր, որ նշանակում է բարեսիրտ, իսկ մյուսինը Պապաբուդհի, որ նշանակում է չարասիրտ։ Մի անգամ չարասիրտը միտք է անում. «Էդ հո իմ հիմար խելքից է, որ էսպես աղքատ եմ ապրում։ Ասում են, մեր հարևան երկրում շատ հեշտ է փող աշխատելը։ Գնամ այնտեղ և բարեսրտին էլ տանեմ ինձ հետ։ Օտար երկրում երկուսով այնքան էլ սարսափելի չի լինի»։ Եվ մյուս օրը չարասիրտն իր հարևանին ասաց. «Ես գրքերում կարդացել եմ, որ կյանքը մարդու համար զուրկ անցնի, եթե նա չիմանա ուրիշ երկրների սովորությունները, ուրիշ լեզուներ, եթե նա ծերանա առանց տեսնելու ուրիշ քաղաքներ, ուրիշ գյուղեր»։ Ես էլ եմ լսել, ասաց բարեսիրտը։ Դե որ այդպես է, ուրախացավ չարասիրտը, հենց վաղը մնաս բարով ասենք մեր ծնողներին ու ճամփա ընկնենք դեպի օտար երկրներ, և ինչ որ կաշխատենք օտարության մեջ, եղբոր պես հալալ կկիսենք։ Նրանք այդպես էլ արին, լույսը բացվելուն պես հրաժեշտ տվին իրենց հարազատներին ու ճամփա ընկան դեպի արևմուտք։ Անծանոթ երկրում բարեսիրտն ու չարասիրտը երկար թափառեցին և ամեն տեղ բարեսիրտն իր համար աշխատանք էր ճարում, իսկ բարի մարդիկ կերակրում էին նրան ու աշխատանքի դիմաց վարձատրում։ Չարասիրտն էլ անվերջ հիվանդ էր ձևանում, ոչինչ չէր անում ու ոչինչ չէր սովորում։ Եվ ահա, երբ բարեսիրտն արդեն մի տոպրակ լիքը փող էր հավաքել, չարասիրտն ասաց. ախպեր ջան, ես էլ չեմ կարողանում իմ վաթանից հեռու ապրել, արի ետ դառնանք, գնանք մեր հայրական օջախը։ Ես մեծ ուրախությամբ կվերադառնամ, ասաց բարեսիրտը։ Ավելի լավ է ապրել հայրենիքում կարիքի մեջ, քան թե օտար երկրում առատության մեջ։ Եվ նրանք ճամփա ընկան դեպի տուն, երբ մոտեցան իրենց գյուղին, չարասիրտն ասաց. «Սիրելի ընկեր, ես մի խնդիրք ունեմ, բայց ամաչում եմ ասել»։ Եթե դու իմ ընկերն ես, ուրեմն ինձնից չպետք է ամաչես, ասաց բարեսիրտը։ Չլինի մեկնումեկի նկատմամբ չար բաներ ես մտադրվել։ Ախ, ինչ ես ասում, բացականչեց չարասիրտը, ահա թե ինչ եմ ուզում խնդրել։ Ամոթ է ինձ համար, որ տուն եմ վերադառնում առանց փողի, իսկ քեզ մոտ մի տոպրակ լիքը արծաթ կա։ Թաքցրու քո փողերը մի այնպիսի տեղ, որ ոչ ոք չիմանա։ Համաձայն եմ, ասաց բարեսիրտը։ Ահա 100 ռուփի քեզ եմ տալիս, 100 ռուփի էլ ինձ եմ վերցնում, իսկ մնացածը օգնիր թաքցնենք հենց էս ծեր կաղնու տակ։ Ամեն ամիս մենք կվերցնենք այստեղից մի 10 ռուփի և դա մեզ երկար ժամանակ կբավականացնի։ Եվ բարեսիրտը իր հարստությունը թաղեց ծառի տակ։ Հենց նույն գիշերը չարասիրտը թաքուն մտավ անտառ, գտավ ծեր կաղնին և իր ընկերոջ փողերը գողացավ։ Մի քանի օր անց բարեսրտի մոտ եկավ մի ծանոթ մարդ ու տխուր ասաց. Ով բարեսիրտ, կինս ու տղաս հիվանդացել են, եթե կարող ես օգնիր ինձ։ Բարեսիրտը գնաց անտառ, մոտեցավ ծանոթ կաղնուն, տեսավ կաղնու տակ փող չկա։ Նա հասկացավ, թե ով է գողացել իր փողերը, գնաց չարասրտի մոտ և սկսեց հանդիմանել նրան։ Չես ամաչում, գողություն ես անում։ Բայց ուխտադրուժ չարասիրտը չշփոթվեց և այնպես գոռաց, որ բոլորը լսեցին. Էդ դու ինքդ ես իմ փողը գողացել,
Հենց հիմա տուր իմ բաժին փողը։ Դու գող ես, նորից ասեց բարեսիրտը, մարդիկ կարհամարեն քեզ քո անազնվության համար։ Դու ինքդ ես գող, տուր իմ փողը, գոռաց չարասիրտը։ Այսպես վիճելով նրանք միասին գնացին դատավորի մոտ և սկսեցին իրար մեղադրել գողության մեջ։ Այն ժամանակ դատավորն ասաց. Միայն ամենակարող բրահմանը կարող է իմանալ, թե ձեզանից ով է արդար, ով մեղավոր։ Ստիպված եմ ձեզ կրակով փորձել, եթե ձեր ձեռքի մեջ դնեմ շիկացած երկաթ, ձեզնից որ մեկը ճչաց, գողը հենց նա է։ Չարասիրտը վախեցավ և ասաց. Ես վկա ունեմ, որ փողը բարեսիրտն է գողացել, կաղնու մեջ բնակվող Աստվածը տեսել է, որ փողը բարեսիրտն է տարել։ Հիմա արդեն ուշ է անտառ գնալու համար, ասաց դատավորը։ Վաղը առավոտյան երկուսդ էլ եկեք կաղնու մոտ, ես կպարզեմ ձեր վեճը։ Առավոտյան դատավորն ու մի քանի մարդիկ գնացին անտառ, կաղնու մոտ։ Բոլորը եկան, միայն չարասիրտը չերևաց։ Այն ժամանակ դատավորն ասաց. Մենք առանց նրա էլ կիմանանք ճշմարտությունը։ Եվ նա դեմքը դարձրեց դեպի կաղնին ու բարձրաձայն հարցրեց. Ով անտառի Աստված, ասա, ով է գողացել փողը, որն է գողը այս երկուսից, բարեսիրտը, թե չարասիրտը։ Եվ այդ պահին բոլորը լսեցին, թե ինչպես ծառը բարձր ձայնով կանչեց. Բարեսիրտն է գողը, փողը ինքն է վերցրել։ Երբ տեսան, որ ծառը խոսում է, բոլորն էլ այնպես զարմացան, որ մոռացան բարեսրտին։ Իսկ բարեսիրտն այդ պահին շտապ 4 կպչան բերեց, կոխեց կաղնու փչակն ու կրակ տվեց։ Ոչ ոք գլխի չընկավ, թե ինչ պատահեց, ինչպես սարսափելի վայնասուն ընկավ և թեժ բոցերի միջից շնչասպառ դուրս թռավ ծխակոլոլ չարասիրտը։ Այստեղ բոլորը հասկացան, որ այդ նա էր խցկվել կաղնու մեջ ու իրեն անտառային Աստծո տեղ դրել։ Դատավորը հասկացավ և ուզեց չարասրտին կրակի մեջ գցել, բայց հետո խղճաց ու ասաց. Այսօր ևեթ դու գողացած փողերը կվերադարձնես բարեսրտին և հիշիր, եթե մինչև իրիկուն ընդմիշտ չհեռանաս մեր գյուղից, ես կհրամայեմ կախել քեզ հենց այս ծառից։ Կեսօրին այդ ստորը բերեց և բարեսրտին տվեց ամբողջ փողը։ Իսկ երբ արևը թեքվեց դեպի մայրամուտ, նա դուրս եկավ գյուղից և արագ հեռացավ, որպեսզի դատավորի աչքին չերևա։ Չարասիրտը որոշել էր կրկին գնալ օտար երկրներ։ Նրա ճամփան անցնում էր ջունգլիների միջով։ Եվ երբ նա ուղղվեց դեպի բամբուկե մացառները, թավուտից դուրս թռավ մի վագր և թաթի մի հարվածով սպանեց խարդախին։